Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ ԱՄՆ-ում կալանավորված Վարդան Ղուկասյանն այս ամիս դուրս կգա Հենդերսոնի բանտից։ Ղուկասյանը, ով գրեթե 10 ամիս Միացյալ Նահանգներում անազատության մեջ էր եւ բողոքարկել էր միգրացիոն դատարանի որոշումը, փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով որոշել է այլևս չսպասել վերաքննիչ դատարանի որոշմանը եւ ԱՄՆ-ից առաջիկայում կմեկնի երրորդ երկիր։ Ըստ փաստաբանի կարգն է այդպիսին, եթե անձը դուրս է գալիս բանտից, ապա ողջամիտ ժամկետում պետք է կատարի դատարանի որոշումը եւ լքի երկիրը, հակառակ պարագայում տույժերի կենթարկվի։ Այս պահի դրությամբ այո որոշում է կայացրել, որ անկախ նրանից միգրացիոն վերահսկիչ դատարանը այսպես ասած ինչ վճիռ կկայացնի, կբավարարի բողոքը իր թե ոչ, որոշում է կայացրել, որ դեկտեմբերի վերջին դուրս է գալու եւ գնա երրորդ երկիր, ասել է Բաղդասարյանը։ Թե որ երկիր է մեկնելու Վարդան Ղուկասյանը, փաստաբանը փակագծեր չի բացում։ Նրա պնդմամբ այս պահին ԴՕԿ ղեկավարը 5 երկրից հրավեր է ստացել։ Այդ երկրները ըստ փաստաբանի Ղուկասյանին հատուկ վիզա են տրամադրելու, ապահովելով նրա կեցությունն ու անվտանգությունը։ Վերջնական որոշումը կկայացնի դուրս գալուց հետո, որի վերաբերյալ կիրազեկվեք, ասաց Բաղդասարյանը հարցին Ռուսաստանը կա այդ երկրների ցանկում, փաստաբանն արձագանքել է։ 5 երկիր տվել են իրենց հատուկ վիզայի կարգավիճակի, այսպես ասած, եւ որ պահին որոշումը կկայացվի, թե որ երկիրը գնալու, բացառապես այդ երկրի անունը կտրվի ձեզ։ Իդեպ Ղուկասյանը որոշել է 6 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցել, թե քանի կուսակցությունից է բաղկացած դաշինքը, ԴՕԿ-ի նախընտրական շտաբի ղեկավարն առայժմ փակագծեր չի բացում, բայց ասում է, որ բազմաթիվ ուժեր հերթ էին կանգնել Վարդան Ղուկասյանի շուրջ համախմբվելու համար։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, այս մասին հայտնում է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Այսօր Փաշինյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերի եւ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ եւս նախատեսված են տարբեր հանդիպումներ։ Այցի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Նախքան Գերմանիա մեկնելը Փաշինյանին վաղ առավոտյան Facebook-յան գրառմամբ մեծ տեղեկացրել է, որ բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե քաղաքական, թե իրավական գնահատականի, գրել է Փաշինյանը, հապա հավելել. մենք պետք է նաեւ գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական եւ բարոյական բռնության դեպքերը տարբերակելու եւ գնահատականի արժանացնելու, բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված, այնուամենայնիվ առանձին թեմա է եւ ոչինչ չի փոխում ֆիզիկական բռնության մեր ընկալումներում։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի եւ դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ, գրել է Մուսինյանը։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, նշենք, որ սա 2025 թվականի ընթացքում Տեր-Պետրոսյանի եւ Կոպերկինի արդեն երրորդ հանդիպումն է։ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն ու Ռուսաստանի Դաշնության դեսպանը հանդիպել էին նաեւ փետրվարին եւ սեպտեմբերին։ Հարգելի քաղաքացիներ, բարի օր ձեզ։ Ուզում եմ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանում սուրշնչական վարակներով համաճարակային իրավիճակը։ Հայաստանում սուրշնչարական վարակներով պայմանավորված մանկապարտեզներում եւ դպրոցներում դասապրոցեսները դադարեցնելու իրավիճակ չկա։ Տեղեկությունը սոցցանցում հայտնել է Անահիտ Ավանեսյանը։ Նա ընդգծել է ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ են իրականացնում եւ հիվանդանոցներում եւ առողջության առաջնային պահպանման օղակներում հասկանալու դիմելիության աճը։ Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում թե հիվանդացության եւ թե ԱԱՊ հիվանդանոցային օղակ եւ շտապ օգնության ծառայության դիմելիության աճի մասով եւ իհարկե մանկապարտեզներում եւ դպրոցներում բացակայությունների թվի մասով։ Հարգելի քաղաքացիներ, ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու մենք իրավիճակ չունենք, սակայն մենք ունենք շատ հստակ մեթոդ եւ գծագրված մեխանիզմ աշխատանքի, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք եւ այս հետ մոնիտորինգի արդյունքներով դասարանները ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը եւ հնարավորություն տանք, որպիսի վարակի այդ դպրոցներում կոնկրետ իջնի թվաքանակը, բայց մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցեսը։ Եվ նորից եմ ուզում կրկնել, ընդհանուր առմամբ համաճարակաբանական գործիքները պետք է ճիշտ կիրառվեն եւ այս վերջերս անընդհատ քաղաքացիների կողմից այս հորդորներն են հնչում, ուզում եմ դուք իմանաք, տեղեկացված լինեք, որ բոլոր գործիքները կիրառվում են
ըստ ցուցման եւ եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիքը կլինի ընդհանուր դասապրոցեսի մասին որոշումներ կայացնել, ապա մենք դա կանենք, սիրելի քաղաքացիներ։ Առողջ եղեք, խնդրում ենք այն քաղաքացիները, ովքեր որ չունեն ախտանշաններ եւ կարող են պատվաստվել, օր առաջ պատվաստվեն, որովհետև այսօր շրջանառվող գրիպի շտամը ատիպիկ շտամ է եւ բավական ագրեսիվ է։ Դրա ուրեմն պատվաստանյութում արկա հակամարմինները վստահ եղեք, պաշտպանական շերտ կձևավորեն եւ չեք վարակվի այս տարվա այս ագրեսիվ շտամով կամ վարակվելու պարագայում շատ ավելի թեթև ախտանշաններով կտանեք։ Առողջ եղեք, հետևեք ձեր առողջությանը։ Հայ սպա Գուրգեն Մարգարյանի 2004 թվականին Բուդապեշտում դաժանորեն կացնահարած Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բանակի գնդապետի կոչում է շնորհվել։ Այս մասին հաղորդում է մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ սեփական աղբյուրները վկայակոչելով։ Հաղորդվում է, որ Սաֆարովին դեռ 2017 թվականին էր փոխգնդապետի կոչում շնորհվել։ Հիշեցնենք, Գուրգեն Մարգարյանի սպանության համար Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից 2006 թվականին դատապարտվել էր ՑՄԱ ազատազրկման։ Հունգարական կողմը նրան Բաքվին էր փոխանցել 2012 թվականի սեպտեմբերին։ Բաքու ժամանելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել Սաֆարովին, ինչպես նաև վերջինիս վճարել հունգարական բանտում գտնվելու տարիների աշխատավարձը։ Նա կրկին անցել էր զինվորական ծառայության։ Սաֆարովին, որ սպանության պահին ավագ լեյտենանտ էր, մայորի կոչում էր շնորհվել, այս միջադեպից անմիջապես հետո երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեց։ Դրանք վերականգնվեցին Նիկոլ Փաշինյանի օրոք 2022 թվականին։ 3+3-ի ձևաչափով նախարարական հաջորդ հանդիպման վայրի վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն։ Այս մասին ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Բաքուն երեկ վերահաստատել էր այս ձևաչափով հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամություն, ընդգծելով, որ Երևանն այն մերժելու որևէ պատճառ չունի։ Ինչպես արձանագրված է 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Ընդհանուր ընկալմամբ այդ հանդիպում պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն։ Պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք, նշել է Բադալյանը։ Այդ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել 3 հանդիպում Ռուսաստանում, Իրանում եւ վերջինը 2024 թվականին Թուրքիայում։ 3+3-ը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած եւ Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան 3 երկրների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի 3 տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։ Այսօր դեկտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում ժամը 12:50-ի սահմաններում Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում բախվել են Toyota եւ Opel Magnishi ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ բժիշկները, տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունները։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։